Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել են Պաշտպան հայրենաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Փոխադարձաբար ես։ Պարոն Սաֆարյան, բնականաբար անդրադառնանք Շուշիում Ալիևի կատարած մի քանի հայտարարություններին։ Այդ մեսիջները ինչպես եք դուք հասկանում, ինչպես եք մեկնաբանում, հատկապես Մինսկի խմբի հետ կապված, որ հայտարարեց, որ ուզում է վերցնել Ղարաբաղը, ներառյալ Լաչին ու Գելբաջարը եւ տալ Հայաստանին։ Սա ինչի մասին է խոսքը, ինչ է ուզում սրանով ասել, ինչ գործիքակազմ է նոր ուզում իրականացնել, ձևավորել Ալիևը, հատկապես որ Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին պնդում էր, որ Արցախի հետ կապված միջնորդների որևէ առաջարկ չէր երաշխավորում Արցախի սուբյեկտայնությունը, ինչի մասին էր այս խոսքը։ Շատ լավ։ Ընդ որում ինքը ինչով էր ամփոփում, որ շատ ավելի լավ որ չի ենթարկվել Մինսկի խմբին, քանի որ կարողացել է դրանով վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Շատ լավ։ Սկսենք Շուշիում կայացած վերջերս մեդիա ֆորումի խորհրդաժողովի մեդիա հարթակի փորձագետների 4 գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցների արչև ելույթ ունենալուն, հատկապես որ վերաբերում էր այն մասին Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի օկուպացիայի, պատերազմի դադարեցման, Ռուսաստանի հնարավորությունների եւ տարաբնույթ հարցերի շուրջը։ Եվ պիտի ասեմ, որ Ալիևը կարողացավ հայտարարել չեզոք կերպով, կարող ենք նաև ասել օբյեկտիվ կերպով, որ ռուսական զորքերը պետք է լքեն օկուպացված տարածքները, կարծեմ տղոտակերում նաև հիշատակվում է Ղրիմի մասին, եւ ասում է, որ պատերազմը պիտի անհապաղ դադարեցվի, եւ ասում է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վեր է ամեն ինչից։ Եվ Բաքուն ճանաչում է։ Եվ տեսեք, խնդիրը ինչի մեջ է։ Դրան անմիջապես հետևում է 1 թե 2 օր անց Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլոյ ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, որ անկախ Ուկրաինայի հետ ունեցած իր բնութագրումներից եւ Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունների հարցում Ուկրաինայի կողմ լինելուց մեր բարեկամական հարաբերությունները Ադրբեջանի հետ, գործընկերային հարաբերությունները չի կարող, ուրեմն ասում է այդ դրվագը չի կարող ազդել հայ-ռուսական ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ուրեմն բարձր մակարդակով զարգացման կամ կայացման վրա։ Այո, ընդունեցինք, այդպես էլ կա, չի կարող ազդել, որովհետեւ Ռուսաստանը այսօր գտնում է այնպիսի մի վիճակում, որ բարից բուն իմաստով չեմ զլանում այդ բառը ասել, ինչպես մինչև վերջ ասում է Ռուբեն Մեհրաբյանը, որտեղ Ռուսաստանը մուրում է այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի, ինչու՞ չէ նաեւ Վրաստանի հետ ունենալ գործընկերային եւ ռազմավարական հարաբերություններ, բարեկամական։ Սա մեկ, երկրորդը։ Մի թեթև համատեքստից շեղվեմ, մի քանի նախորդ շաբաթ էլ կարծեմ Միջին Ասիայի երկրներից Ղազախստանի նախագահ Կասիմ-Ջոմարտ Տոկաևն է եղել Եվրոպայում եւ պայմանագիր է ստորագրել Եվրամիության հետ շուրջ 10 միլիոն եվրոյին համարժեք ապրանքաշրջանառության տնտեսական ոլորտի վերաբերյալ։ Սա երկու։ Դարձյալ Ռուսաստանի կողմից որևէ բացասական արձագանք չկա։ Կամ մեղմ են արձագանք։ Չեմ կարծում, չի եղել արձագանք, որովհետեւ դրան կհետևեր անպայման Տոկաևի պատասխանը, արձագանքը, ֆիդբեքը, որը կարծեք թե լինելով փորձառու դիվանագետ առայժմ չի ուզում կամուրջները վառել։ Ի տարբերություն հենց նույն Պուտինի, ի տարբերություն Ալիևի, ի տարբերություն նաև շատ այլ գործիչների։ Գալով Մինսկի խմբի վերաբերյալ, գործունեության վերաբերյալ Ալիևի մեկնաբանություններին ես պիտի հակադարձեմ։ Շուրջ 2 տասնամյակ, ավելի քան 2 տասնամյակ գոյություն ունենալով Մինսկի խմբի երանախագահության ձևաչափը, այսպես ասենք, որովհետև դա
ոչ թե Մինսկի խումբը, այլ Մինսկի խմբի երանախագահություններ իդեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների մասնակցությամբ ներառմամբ։ Եվ պիտի ասեմ, որ բոլոր խնդիրները գերազանցապես քննարկվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ։ Եվ այստեղ է, որ գերակա է եղել principle of territorial integrity, այս right-ը, տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա է, դոմինանտ է եղել ազգերի ինքնորոշման սկզբունքին։ Այստեղ էլ մենք ունենք բավականին բաստողումներ, կարծում եմ այս ձևաչափը այն հարթակը չի, այն լսարանն չի, որ մենք անդրադառնանք զուտ բանակցային ձևաչափի տեսանկյունից, քանի որ մեկ էլ տեսնում ես չկայացած դիվանագետներ, բայց որոնք ունեն մի քանի տասնամյակների փորձ արտաքին գործերի նախարարության աշխատանքի, բաներ են ասում, որ կարծեք թե միայն հեղինակների իրանք են, բայց երբ որ կներեք դեմ են առնում այնպիսի փաստարկների հետ են նահանջում։ Ուզում ասեմ, սա ևս լուրջ քննարկման տեղիք է տալիս։ Մենք ինչպես ռազմի դաշտում 94 թվականից հետո աստիճանաբար փոշիացրեցինք ձեռք բերված մեծ քաղաքական կապիտալը, թե ռազմի դաշտում, եւ թե արտաքին քաղաքականության մեջ։ Բայց ես պիտի ասեմ, որ Ալիևը մի հարցով է իրական պատկերի վերաբերյալ խոսում, որը վերաբերվում է առաջարկություններին եւ բացի դրանից Մինսկի խումբը նաեւ ձևական առումով կար, բայց ինքը նաեւ ինստիտուցիոնալ առումով կարելի ասել ոչինչ չարեց։ Ընդամենը ժամանումներ Ադրբեջան, Վրաստան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այդ բոլոր փաստարկները լուծման տարբերակները կար, չգիտեմ, դա կար Բուդապեշտի, Ստամբուլի, Լիսաբոնի, Մադրիդի, Քիվեստի, Կազանի եւ այլը։ Ահա այստեղ է, որ մենք տեսնում ենք, որ Ալիևին իրեն հակասում է։ Ինչպես որ Արցախը չէր հայաթափվել։ Այստեղ ուրիշ բան ես պիտի ասեմ։ Մաքսիմալիստական առումով Հայաստանի կառավարությունը եւ Հայաստանի իշխանությունները, օրվա նախագահները գործնական ոչ մի բան չեն ձեռնարկել։ Նրանք բոլոր բանակցությունների ընթացքում ընդունել են Ադրբեջանի գերիշխանությունը, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ալմատայի հռչակագրի ներքո, այդ տարածքային ամբողջականության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որակի բարձրացման խնդիրը։ Այս է, որ մեր ժողովրդին սա չի մատուցվել։ Իրավունքը դոմինանտ տարածքային ամբողջականության 91 թվականից, երբ որ մեր զորքերը ունեցել են որոշակի հաջողություններ շփման գծում, այնուհետև ռազմական գործողությունների ընթացքում ամեն դեպքում իմպերատիվ իրավունքը տարածքային ամբողջականության միշտ եղել է Ադրբեջանի ձեռքին։ Ալիևի ասածը հետևյալն է, նախ Մինսկի խմբի երանախագահների կողմից չի եղել այդպիսի մի բան, Ալիևը ստում է ակնհայտ կերպով, որ Լեռնային Ղարաբաղը ըստ Մինսկի խմբի համանախագահների որևէ white paper-ների, գիտեք, այդ սպիտակ թղթերի, պաշտոնական զեկուցագրերի երբեք չի եղել, որ պետք է լինի Հայաստանի կազմում։ Այո, եղել է Քաշաթաղի եւ Քարվաճարի միջանցքներով Հայաստանի Հանրապետության հետ կապ, ընդ որում անխոչնդոտ եւ անարգել, հիմա այս վերջերս շատ են սիրում, չէ՞, անխոչնդոտ բառը օգտագործել, փորձենք մենք էլ տրվենք ժամանակակից որակումների։ Եվ իրոք այդպես է եղել։ Հա, ահա սա է, որը ասում եմ մաքսիմալիստական առումով չէին կարող Հայաստանի ղեկավարները բարձրաձայնեին, որ խնդիրը այսպես է դրված, մեկ պարզ պատճառով, որ նրանց լեգիտիմության աստիճանը հավասար էր 0-ի։ Ինչու համար,
որտեղ 1995 թվականից սկսած մինչև 2000 թվականը մեր երկրում համապետական ընտրությունները եղել են խախտումներով, եղել են ժողովրդի կամ արտահայտության արամարանքով, վստահության քվեն կեղծելով եւ այս ամեն ինչը պարզ գիտակցելով օրվա երկրի ղեկավարները գիտեին, որ իրենց թալանը եւ կաշառքը կարող է անմիջապես կանգնել, կարող է սաստել մեր ժողովուրդը, եթե հանկարծ բարձրաձայնեին, որ պետք է Լեռնային Ղարաբաղը մնար Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Մի պարզ պատճառով Ալիևը եւ Հայր Ալիևը եւ որդի Ալիևը այդ ամեն ինչը արել են ժամանակ շահելու առումով։ Երբ որ արդեն ստորագրվեց ռուս-ադրբեջանական գործընկերային եւ ռազմական փոխադարձօգնության պայմանագիրը, այստեղ էլ ակնհայտից ակնհայտ էր դառնում, որ այս ամբողջ զենքը ռազմատեխնիկական համագործակցությունը օգտագործվելու էր Ղարաբաղյան պատերազմում ռևանշ վերցնելու համար։ Եվ երբ որ այստեղ են ժամանում Ռուսաստանի Դաշնության բարձր ներկայացուցիչներ, անվտանգության խորհրդի քարտուղար, արտաքին գործոս նախարար, ազգային ժողովի ինչպես է կոչվում, ֆեդերացիայի նախագահ, մյուս պետդումայի նախագահ հայտարարում են, որ Հայաստանը մեր ֆորպոստն է արևելքում, Հայաստանը Հարավային Կովկասում մեր հենարանն է։ Ասել կուզի, թե ինչպես որ հարյուրամյակներ շարունակ օգտագործել են հայ ժողովրդին որպես cannon fodder, թնդանոթի միս, այդպես էլ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության քաղաքականությունը Հարավային Կովկասում մնացել է անփոփոխ, մի պարբերությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի մի քանի տարվա գործունեությունը հանած։ Սա այսպես եւ ուզում եմ ասեմ, որ Ալիևի այս հոխորտանքները Մինսկի խումբը որ փորձել է ծրագիր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի միացնելու համար, այդպիսի բան չի եղել։ Այդ ամեն ինչը կեղծ է եւ հետո գիտեք Ալիևը այսօր վարում է եւ ինքնուրույն արտաքին քաղաքականություն եւ ինքնուրույն ներքին քաղաքականություն։ Ալիևը Ռուսաստանին օգտագործեց 44-օրյա պատերազմում հաղթանակ է հասնելու համար, Ալիևը Ռուսաստանին օգտագործեց եւ դեն շպրտեց պատմության չգրված եւ դաժան օրենքները սրանք են, քանի որ ինքը լինելով ճարպիկ քաղաքական գործիչ, մենք չենք կարող դա ուրեմն անտեսել, ուրիշները ասում են բանիմաց, ուրիշները ասում են խելացի, գրագետ, գրագետը չի կարող մարդ կոտորել, գրագետը չի կարող ստորության գնալ, գրագետը չի կարող քաղաքական պատանտներ պահել, որոնք պայքարել են հանուն իրենց երկրի անկախության եւ ազատության համար, այլ բան է, որ նրանց մենտալիտետը թույլ է տալիս ասել, որ նրանք ունեն խոցելի եւ ձախողված դրվագներ իրենց կյանքի։ Այնպես որ Ալիևը բավականին խորամանկ է եւ ճարպիկ քաղաքական գործիչ է եւ ներկա պահին էլ Ալիևը ինչու է սա ասում, որովհետեւ ինչպես Եվրամիության, այնպես էլ Միացյալ Նահանգների երկպալատանոց խորհրդարաններում անընդհատ քննարկվելու է Արցախահայերի վերադարձի, անընդհատ քննարկվելու է բազում խնդիրներ եւ դա քաջ գիտակցում է նաեւ Հայաստանի կառավարությունը։ Տեսեք, ընդամենը մի քանի նախադասություն պիտի ասեմ։ 44 օրյա պատերազմից անմիջապես հետո ես մեկնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Որպեսզի ասածս հավաստեմ, իմ հետ է նաև իմ վաղեմի 40 տարվա ընկեր բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը։ Այնպես պատահեց, որ իմ հարազատը, իմ զարմիկը, եղբորս տղան պաշտոնավորում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ես իրեն խնդրեցի, որպեսզի մեզ ընդունի Արայիկ Հարությունյանը։ Դե Արայիկ Հարությունյանը լինելով իմ ուսանողը պետական տնտեսագիտական համալսարանում Երևանի շատ սիրալիր կերպով մտանք եւ նույնիսկ ասեց հենց հիմա ես ընթերցում եմ իմ սեղանին դրված է Դավիթ Գասպարյանի Եղեշե Չարենցին նվիրված մենագրությունը եւ իրոք ինքը դա ցույց տվեց այդ գիրքը զրուցեցինք բան հետո այնպես պատահեց որ ես խնդրեցի որ Դավիթ Գասպարյանը մի 5 րոպե շուտ մեզ հրաժեշտ տա քանի որ ես իր հետ խոսելու խնդիր ունեմ ես ասացի պարոն Հարությունյան դե մենք նաեւ բարեկամներ ենք
կարող էր մեր զրույցը լինել անկաշկանդ եւ անկեղծ։ Ասացի, պարոն Հարությունյան, ում է սպասում։ Ինչ ես ընկել սրա նրա ազդեցության տակ։ Ինչու չես գնում Ալիևի հետ ուղիղ բանակցությունների։ Վերջին հաշվով այս արճակատումը առաջինը եթե այսպես է ավարտվել, երկրորդը ավարտվելու է ավելի արհավիրքով։ Ասես պարոն Սաֆարյան, ես կարծում եմ խաղապահների տեղակայումը, դիսլոկացիան լուրջ խթան է, միգուցե բանակցությունները այնպես գնան Ռուսաստանի մասնակցությամբ, որ կարող ենք մենք վերականգնենք գոնե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, որպես կարգավիճակ։ Ես իրեն ասացի, որ գիտեք, Ադրբեջանի սահմանադրությամբ չկա արդեն տարածքային ամբողջական, տարածքային ազգամիջյան փոքրամասնությունների վերաբերյալ կարգավիճակ տարածքային եւ կարծում եմ սրանք սին պատրանքներ են։ Ես կարծում եմ դու պիտի այդ հին կարծրատիպերը, ստերեոթայպերը ջարդես եւ գնաս դրան։ Զրուցեցինք, բարի բաժանվեցինք, երկրորդ անգամ 2022 թվականի Բայց ես տպավորություն եղավ, որ Արայիկ Հարությունյանը կաշկանդված էր իր շատ կաշկանդված էր, որովհետև Արայիկ Հարությունյանը գտնում էր Արցախի երկու նախագահների նախորդ, ուրեմն ազդեցության ներքո, այլ բան չեմ ուզում ասեմ, որովհետև նույն բանը ես նաև ասել եմ Ռուբեն Վարդանյանին, դուք լավ գիտեք, ես ասել եմ Ռուբեն, եթե դու չհրաժարվես այդ փթած ուղեղների ազդեցությունից, քեզ ևս սպասվելու է լուրջ ճակատագիր։ Դե մենք հարազատներ ենք, լավ խոսում ենք, իր հայրի վաղեմի ընկերներ Կարլեն Վարդանյանը եւ գրեթե մենք անընդհատ խոսում ենք եւ նույնիսկ խոսալու ժամանակ իմ ընկերներս, ասենք տարբեր հասարակական հանրային վայրերից կլներ ֆորումներ, կլներ սրճարաններ, ռեստորաններ, բոլորը տեսնում են, որ ես խոսում եմ կամ նախագահի հետ կամ Ռուբեն Վարդանյանի հետ։ Հերթական այցելությունների ժամանակ 2022 թվականի աշնանը Արայիկը վերադարձել էր Ֆրանսիայից եւ ես ասացի, պարոն նախագահ, ինչու եք ասում, որ ռուս խաղապահներին պետք է օժտել միջազգային մանդատով։ Ոչ թե կապույտ բերետավորների կամ այլ պահանջ։ Այո, ասացի, սա հղի անկանխատեսելի հետևանքներով։ Դուք մոռացաք բա Փարուխ ուրեմն խրամորդ հատվածը Իշխանաձորի Շիկահողի հատվածը դուք մոռացաք ճանապարհը 3 տարի պիտի լիներ ժամանակը շրջանցվեց եւ դուրս են գալիս արդեն ուղիղ Եղցահող կանաչ թալա եւ Բերտաձորի գյուղերի միջով ենք արդեն գնում չնայած դրա այստեղ էլ մենք ունենք մեղքի բաժին որովհետեւ այդ ճանապարհը գրեթե կառուցեցին Ադրբեջանի ճանապարհային կազմակերպությունները Եվ այնպես պատահեց, որ տառացիորեն 1 ժամ հետո հանդիպեցի արտաքին գործոս նախարար այժմ պատանդարված Դավիթ Բաբայանի հետ։ Եվ զրուցեցինք, ես ասացի, պետք չէր այդպիսի բաներ ասել, որովհետև սա նշանակում է Արցախի հայաթափում։ Եվ գիտեք, Դավիթ Բաբայանը ինձ ինչ պատասխանեց, ասեց. «Պարոն Սաֆարյան, մենք պիտի Նիկոլին հեռացնենք։ Դա սարսափելի է։ Դա զարուրելի է, դա հրեշ է։ Մենք եթե Նիկոլին չհեռացնենք, մենք հղի ենք ամենածանր վտանգներով։ Եվ ես տեսա, որ ինչպես են սրանք սրսկվում Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, այստեղից էլ հատկապես Ռոբերտ Քոչարյանի կողմից, որովհետև նա քնում վեր էր կենում, տեսնում էր միայն իշխանապողություն։ Այլևս չեմ խոսում, որ նրանց մասնակցությունը 44 օրյա պատերազմին միայն եղավ այն, որ նրանք անթակույց կերպով եւ նաեւ թաքնված կերպով ուրախանում էին Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի անհաջողություններով։ Սա այլ խնդիր է։ Կարծում եմ արդեն ինչ պետք էր ես ասեցի։ Այդ դեպքում ինչպես կբացատրեք, որ մի կողմից Ալիևը գովերքն է անում Թրամփի խաղաղության այս մեր իբր թե այդ խաղաղության հետ կապված եւ մյուս կողմից առաջարկում է 3+3 տարածաշրջային ձևաչափի վերաբերյալ հայտարարությունները անում, սա ինչով եք բացատրում։ Տեսեք։ Եվ դրանից հետո Մոսկվա է գնում փաստորեն արտգործնախարարը։ Այո, ես ուշով հետևում եի Բայրամովի այցին Մոսկվայում։ Տեսեք, Թրամփը ինստիտուցիոնալ առումով այստեղ, եթե ունենա, դա լինելու է միայն Թրիպի դեմքով։ Ինստիտուցիոնալ առումով
եւ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը պիտի ասեն, որ Թրամփի ռազմավարական գործընկերները չեն։ Պարզապես տարածաշրջանում աշխարհակաղակական կարգավիճակը կամ турբուլենտայնությունը որոշ ժամանակ այդպիսին էր հասել էին այն աստիճանի, որ ընդամենը տարածաշրջանը պետք է զերծ մնար մեծ ցնցումներից, նոր ցնցումներից։ Պարզապես Թրամփը փորձ էր անում, ինչպես Զելենսկու դեպքում Բայդենից խլել, չնայած նա արդեն պաշտոնաթող նախագահ էր, Զելենսկուն խլել Բայդենի ազդեցությունից, այնպես էլ Հարավային Կովկասում հաստատել իր ուրեմն դոմինանտությունը։ Մի բան, որը իրեն հաջողվեց։ Այսինքն Պուտինից խլել Ալիևին եւ Փաշինյանին։ Այո, իհարկե։ Եվ 3+3 ձևաչափի մեջ ես պիտի ասեմ նաև իր անկողմնակալ եւ սկզբունքային դրսևորումը ցուցաբերեց Իրանի Իսլամական Հանրապետությունը, որովհետեւ եթե պիտի կայանար 9-րդ կետի իմպլեմենտացիա նոյեմբերի 9-ի հայտարարության, ապա Սյունիքը ամբողջովին կտրվելու էր Հայաստանի Հանրապետությունից։ Ռուսաստանն էլ փայլուն կերպով իրագործում է մի քանի փայլուն օպերացիաներ Հայաստանի հաշվին, որոնցից մեկը մեր տարածքների անմնացորդ նվիրելն է Ադրբեջանին, եւ շուրջ 106 տարվա ընթացքում ունենք այնպիսի մի դեպք, որ նվազագույնը 20,000 կիլոմետր անցել է Ադրբեջանի Հանրապետությանը։ Այլևս չեմ ասում մեր անկախ պետականության տարածքային ամբողջականությունից էլ 29,743 կիլոմետրից էլ շուրջ երկար 50 կիլոմետր այսօր գտնվում է ադրբեջանական ռազմական ուժերի մշտական վերահսկողության ներքո դիսլոկացված։ Հիմա դուք ինչ եք ուզում ասեք, այս ձևաչափով Ալիևը չգիտի, որ պետք է սիրաշահել եւ ռուսներին եւ պետք է հետ չմնա արեմտյան ազդեցության իր հավատարմության խոստումներից, որը նրան տանելու է դեպի Ադրբեջանի ավելի ինքնուրույնության, Ադրբեջանի խաղացողի կարգավիճակի, այսպես կոչված, թեկուզ նեղ առումով տարածաշրջանային խաղացողի կարգավիճակի դերի ավելի ամրապնդման։ Ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ մենք ամբողջ խնդիրը այն է, որ մենք տեսնում ենք, որ ինքը Ադրբեջանի դիկտատորը եւս լուրջ խնդիրներ է ունենալու շատ շուտով, որովհետեւ ինքը չի կարող ինչքան ուզենա ռուսական գազով, այժմ չխոսենք այլևս ռուսական գազի կամ վարելիքի էներգետիկ խնդիրներ է ունենալու։ Եվ տնտեսական եւ ինչու՞ չնայ քաղաքական վերջին հաշվով ես ասում եմ կան խնդիրներ, որոնք Ալիևին հեշտ չի տրվելու միջազգային հարթակներում ունենալ լուրջ առաջխաղացումներ։ Բայց թե սա թողնենք հետագային։ Ես ինչու համար եմ ուզում այս քաղաքագիտական եւ հետադարձ եւ ժամանակակից վերլուծությանը մեզ տրամադրենք, որովհետեւ ինչքանով որ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ցուցաբերում է զգուշավոր քաղաքականություն եւ դա շատ ճիշտ է անում, բայց նաեւ Նիկոլ Փաշինյանը փայլուն կերպով գիտակցում է այսօր ինչ է կատարվում Միացյալ Նահանգներում, արևմտյան հարթակներում, նաև Ռուսաստանում եւ պիտի ես երիցս պաշտպանեմ եւ աջակցեմ նրա Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները եւ շատ դեպքերում երբ որ ասում են բանը չողջունեց Պուտինը չողջունեց ես ճիշտ ասած դրա մեջ վատ բան չեմ տեսնում լավից որովհետեւ ինչպես ասում են Սատանան այնքան էլ սարսափելի չի, ինչքան մենք պատկերացնում ենք, մենք տեսնում ենք, որ մեր բեռնարկղների, տնտեսական, չասեմ պատժամիջոցների, սահմանափակումների հետ կապված, մենք կարողանում ենք նաև ունենալ այլընտրանքային խնդիրներ։ Եթե այլընտրանքային առաջխաղացումներ, դե եթե Պուտինը չի դիմում Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ինքը ասում է հայ ժողովուրդ չէ, որ անթույլատրել է միջազգային հարաբերություններում, ապա մեր ժողովուրդը ծիրան է արտադրում, կոնյակ է արտադրում, չէ,
տնտեսական ապրանքները արտահանում, ինչու եք մեր ժողովրդին եք դիմում, ինչու եք մեր ժողովրդին վատություն անում։ Ընդդիմությունն ասում է Պուտինը այդպես փորձում է հյուծել մեր տնտեսությունը։ Ինքը շատ փոքր մարդ է հյուծելու համար։ Եվ Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորում, որպեսզի հնարավորություն չտա նորից մտերմիկ զրույցներ ունենալու։ Ուրեմն տնտեսություն հյուծելով մեր պետականությունը հանուն անկախության եւ հանուն ազատության, որ վեր է ամեն ինչից մեր պետական քաղաքականության համար, այդ դեպքում ես այդ մեր Հայաստանում ընդդիմություն չկա, Հայաստանում կան հրոսակախմբեր, կա 5-րդ շարասյուն, ընդդիմությունը դա լուրջ քաղաքական կապիտալ է, լուրջ քաղաքական գործիք է, լուրջ քաղաքական ձեռքբերում է, ինչ ուզենանք կարող ենք ասել։ Բայց դեպքում ես ձեզ հարց տամ, եթե դուք ինձ պիտի անընդհատ խանգարեք կամ պիտի անընդհատ չթողեք իմ կարծիքս ասեմ, հիմա ես ձեզ հարց եմ տալիս, ռետորական բաց։ Մենք Ռուսաստանում ունենք շուրջ 3 միլիոն հայ քաղաքացիներ։ Երբ որ եկեղեցու հետ կապված եկեղեցու չի։ Մի քանի ուրեմն անբարոյական հոգևորականների հետ կապված Ռուսաստանում հանրահավաքներ արեցին։ Երբ որ Ռուսաստանի քաղաքականության կամ Ռուսաստանի դեմ հայտարարություններ գնաց հանրահավաքներ արեցին։ Ռուսաստանի դեմ չէ, որոշ քաղաքական ուժերի։ Բայց ինչու Ռուսաստանում ծվարած հայ պսևդո քաղաքական գործիչները Արա Աբրամյան, Անդրանիկ Միհրանյան, Մարգարիտա Սիմոնյան, Կարեն Շահնազարով, Սեմյոն Բաղդասարով թվարկեմ թե հերիք է։ Այդ ինչու կոչ չեն անում մեր հայրենակիցներին այնտեղ Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ նախագահի եւ Կրեմլի արչեւ հանրահավաք անեն հաջակցություն հայ գյուղացու, հաջակցություն հայ արտադրողի, հաջակցություն հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման, որի համար նույնիսկ Ռուսաստանը պարտավոր է, Ռուսաստանն է նախաձեռնել ԵԱՏՄ-ի կառույցը ստեղծելով, որպեսզի Հայաստանը ունենա իր ինքնիշխանության սուվերենիտետի հետ որոշակի սահմանափակումներ։ Այսինքն մեր սահմանափակումների գնալով Սերժ Սարգսյանը 2013 թվականի աշնանը, չէ, մեկ գիշերվա ընթացքում, երբ որ պիտի ունենանք Եվրամիության հետ գործընկերային հարաբերություններ, չէ, արևելյան գործընկերության շրջանակներում, սրա պիտի մենք գնայինք։ Այդ դեպքում թող այդ հայ կոչեցյալները, կարծեմ ես վերջերս ձեր եթերից եմ ասել, հայացյացները եւ բլոգերներից մեկը ասեց հեղինակը ես չեմ, Գայիկ Սաֆարյանն է պատմաբան, հիմա թույլ տվեք կրկնեմ, հայացյացները թող կազմակերպեն հանրահավաքներ, թող կազմակերպեն ուրեմն բողոքի ցույցեր ի նշան հայ գյուղացու իրավունքների ոտնահարման, հոգուտ հայ բարձրացնեն այդ հարցը, ինչու չեն անում, սա ինչ կրկնակի ստանդարտների քաղաքականություն է, սա ինչ հայի մասին է խոսքը, հայ լինելու մասին է խոսքը, մեկ այլ փայլուն բան ասեմ, գործընկերային հարաբերություններ եւ ռազմավարական դաշնակից կարգավիճակ ունեցող երկիրը ինչպես կարող է ցույց տալ, թույլ տալ մի քանի տասնյակ քրեական օլիգարխներ քրեական գործերով անցնող երկու պաշտպանության նախարարներ, հանրապետության գլխավոր դատախազ, մարտի 1-ի գործով մեղադրյալ, իրավական ոլորտի բազմաթիվ անփառունակ աշխատակիցներ, գործիչներ հայտնվեն Ռուսաստանի Դաշնության հուսալի ձեռքերում։ Երբ որ Հայաստանի Հանրապետության եւ գլխավոր դատախազը եւ իրավասու մարմինները պահանջել են նրանց վերադարձը, նրանց ուրեմն էքստրադիցիան դեպի Հայաստանի Հանրապետություն, քանի որ նրանք անցնում են բազում քրեական գործերով։ Այլևս չեմ խոսում նաև քաղաքական հանցագործ լինելու պահով, որը կարծում եմ վաղ թե ուշ դա էլ կշտկի ժամանակի պահանջից ելնելով։ Պարոն Սաֆարյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Սաֆարյան, եթե ամփոփենք Շուշիում հայտարարությունները Ալիևի, դրանք ընդհանրապես կեղծ ռետորաբանություն է եւ հիմնականում որոշ մասնագետներ նաեւ կարծես թե դուք էլ նկատի ունեք, որ նրա այդ բոլոր հայտարարությունները Հայաստանում որոշակի ձևով ապակայունություն ձևավորելու համար են։ Միտված եք դրան։ Տեսեք, ես այդ հարցին անդրադառնալով ես ասեցի, որ Ալիևը ճարպիկ եւ խորամանկ քաղաքական գործիչ է։ Դե մենք էլ արդեն հասկանում ենք, որ որտեղ է։ Արդեն նա կարող է օրվա մեջ 20 անգամ փոխել իր կարծիքը, եւ այդպիսի բաներ շատ կան։ Երբ որ ես անընդհատ դիտում եմ թուրքական եւ ադրբեջանական հաբարլարները, նրանց մեդիա հարթակների բազում ինֆորմացիաները, ես տեսնում եմ, որ նրանք կարող են անընդհատ փոխել դա, եւ սա է կոչում թուրքական դիվանագիտություն։ Տեսեք նաև Հական Ֆիդանի տարբեր այցելություններ, տարբեր երկրներ, չէ, ասենք մարդը տասնամյակներ շարունակ ղեկավարել է Թուրքիայի հատուկ ծառայությունները, արտգործնախարարության բազմաթիվ վարչություններ եւ այլը, ինքը Ալիևը ունենալով ուրեմն բազային առումով կրթություն, ինքը կարողանում է խուսանավել։ Եվ ոչ միայն խուսանավել, այլ շատ դեպքերում փորձ է արվում նաև Եվրամիության կառույցների կողմից Ալիևին սիրաշահել, Ալիևին իրենց կողմը գրավել։ Վերջերս իմ շատ լավ բարեկամ, ձեր լավ հյուր քարտեզագետ Ռուբեն Գալեչյանը տեսավ մի փայլուն քարտեզների շարք է հարցազրույցում ցուցադրել եւ ասաց, որ 2242 կիլոմետր Ադրբեջանը առանց կռվի ձեռք է բերել Կրեմլի հովանավորությամբ, որոնցից 1200 թե 1190-ը Հայաստանի Հանրապետությունից, մյուս 800 թե 900-ը Դաղստանից, Վրաստանից եւ այլ։ Այս սա է, որ մենք պիտի սարքենք մեր արտաքին քաղաքականության հիմնաքայլից մեկը, ոչ թե ասել, գիտեք, խավիարային դիվանագիտության, նավթային դիվանագիտության, մենք դրանք կարող ենք նաև հակադրել կոպիտ ասած կներեք մոլիբդենային դիվանագիտություն,
ոսկու դիվանագիտություն եւ այլն, բայց մենք ասում ենք նախորդ նախագահները Արցախը պահել են, Արցախը չեն ծախել, այո, նախորդ նախագահների համար մեկի համար Արցախը պետք է եղել հիմնականում դրումբոնով ոսկի շահագործելու համար, մեկ ուրիշին քարացխային հանքերը շահագործելու համար, մեկ ուրիշին բյուջեի ատկատներից մեծ առույցի բաժին ունենալու համար, մեկ ուրիշին Հայաստան հիմնադրամի գումարները տնօրինելու, թալանելու համար եւ այլ։ Այս սա է եղել։ Այնպես որ ես կարծում եմ, որ Ալիևը այսօր ակցիանի մեջ է, Ալիևի գործոնը ինչքանով որքանով կարող եմ ասել, որպես երկրի ղեկավար, այո, Ալիևը վաղ թե ուշ հիմա էլ է հասկանում, որ տարածաշրջանում 3 երկրների միջև, Հայաստան, Վրաստան, Ադրբեջանի միջև մոդերատորների դերը պետք է իսպար բացառել։ Կարող են լինել հովանավորյալներ, երաշխավորներ, խաղաղության, անվտանգային համակարգերի ներդրման, բայց մոդերեյթերների դերը իսպար պետք է բացառել այս 3 հանրապետությունների դիվանագիտական հարաբերությունների, ճանապարհների ապաշրջափակման եւ հատկապես տնտեսական ինտեգրացիայի առումով։ Կհետևենք իրադարձություններին, պարոն Սաֆարյան, ուզում եմ անպայման այսօրվա հաղորդման ընթացքում անդրադառնալ նաև դատախազության որոշմանը պահանջին Գագիկ Ծառուկյանից բռնագծելու իր գույքերի հետ կապված մեքենա, բիզնես, բաժնեմասեր եւ աշխատակիցների պարապուրտը, որը կարծում եմ թե կամ այստեղ ես իսկ թույլ կտամ իմ խոսքն ասել, որոշակի ձևով աշխատակիցները չպետք է ընկնեին այս իրավական կամ թեկուզ քաղաքական գործընթացների մեջ եւ պետք է վերականգնել նրանց աշխատանքի իրավունքը դեռ կա, բայց մարդիկ չեն աշխատում։ Ինչ կասեք, դատախազության պահանջը որքանով է օրինական, համարում եք, որ սա օրինական է, թե ինչպես Արման Աբովյանն է ասում, սա իշխանությունների կողմից բացահայտ ռեկետ է։ Գիտեք, չեմ կարող անդրադառնալ ձեր հիշյալ անձնավորությանը, որովհետեւ մարդ, որը ղեկավարում է այստեղ օտարերկրյա կազմակերպության մամլոյցարայություն, որևէ չէ, բաժանմունք եւ ակնհայտ աչքի է ընկնում իր հակապետական ռուսաստրուկ եւ ռուսական ճորտիզմի քարոզչությամբ, ես չեմ կարող նրան մեկնաբանել, երկրորդը դատախազության գործունեությունը գտնում եմ օրենքի տարին ու ոգուն համապատասխան եւ երրորդը Գագիկ Ծառուկյանը իր գործունեությամբ, քանի որ ես չեմ ուզենա ժամանակ շատ հատկացնեմ, ստեղծել է երկրում տնտեսական ապօրինի կայսրություն եւ ամեն ինչ պիտի դրվի իր տեղում։ Եվ այդ ուրեմն մարզասրահի վերադարձը Երևանի քաղաքապետարանին, ցեմենտի գործարանի վերադարձը Հայաստանի Հանրապետությանը որպես սեփականություն ամբողջովին բխում է մեր իրավապահների եւ ուրեմն քննչական գործողությունների օրենքի շրջանակներում գործնեությանը եւ ընդհակառակը պիտի ասեմ, որ այդ ցեմենտի գործարանը առ այսօր, որը վերջին 20 տարիներին իմ ընկերն է ասում, նվազագույնը կուտակել է $100 միլիոն ավելի եկամուտ, դեռևս ունեն 80-ական թվականների հեղուսները, պտուտակագամերը, չգիտեմ, այս բառերը երևի մեր համակիրները կամ դիտողները կհասկանան, չէ՞ ինչի մասին է խոսքը, այսինքն ներդրումներ չանելով, սակայն կուտակել է ահռելի հարստություններ։ Այլևս չեմ խոսում, տարիներ են եղել, որ նրանք ամբողջովին 100% իրացվել է արտադրանքը ձախ ճանապարհով։ Եվ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը ստիպված եղավ 1-2 անգամ 10 միլիարդական դրամներ փոխանցել եւ Հրազդան ցեմենտ ընկերությանը փակbaşնետրիական եւ այս ընկերությանը մուլտիգրուպի այսպես կոչված տխրահարչակ կայսրության տնտեսական շրջանակներում, որպեսզի բյուջե փող վճարեն ցույց տան, թե իբր ցեմենտի եկած եկամուտն է հարկերը եւ այլ, քանի որ դրա թիկունքին եւ վերնամասում կանգնած էր եւս ոչ պակաս տխրահարչակ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ Օրենքի տարին ու ոգուն համապատասխան կապված ուրեմն այդ իրավապահ մարմինների մի բաժանմունք կա, այդ գախնի, չէ՞, գախնալսումների հետ կապված այդ դիմակավորված անձանց հետ եւ այլ։ Դե գիտեք, եթե մարդ կարող է պետության մեջ ապօրինի կերպով միլիարդատեր դառնալ, եթե Ղարաբաղը Ադրբեջանին
կողմից նվաճելուն կարող է նպաստել իր ընկերը Լուկաշենկոն եւ ինքն էլ այս երկրում աշխատի այնպես եւ որի ընտրական ցուցակի մի քանի համարներով էլ նախաքննության արդյունքներից ելնելով առայժմ ամեղության կանխավարկած չեմ ասում, մեղադրում են լրտեսության մեջ, ապա ես կարծում եմ, որ նրա հանդեպ պիտի կիրառվի շատ կոշտ վերաբերմունք պետության կողմից։ Ինչ արել, ծեծել են, առյուծը սատկել է, կներեք, էլի ասենք, բոլորս գիտենք այդ ամեն ինչը։ Իրենց կողմից ինչքան մարդիկ են սպանվել։ Իրանք ինչով են, կանիբալիզմով չեն զբաղվել, մարդավորությունությամբ չեն զբաղվել։ Գագիկ Ծառուկյանի հանդեպ բռնություն են գործադրել։ Հարության հարցը հետևյալն է, ինչու հենց հիմա Նիկոլ Փաշինյանը այս Դա ինչ անի, Նիկոլ Փաշինյանը թոշակ է բարձրացնում, ասում են ինչու հենց հիմա։ Ճանապարհները սարքում, ասում են ինչու հենց հիմա։ Գագիկ Ծառուկյանի կենթանիների մասին նոր չէ, հիմա որ բանը կներեք, Ռոբերտ Քոչարյանը ասում է, բանը մեր ժամանակ ճանապարհները չէին քանդում, որտեղ դուք ճանապարհ չեք կառուցել։ Ճանապարհներին հատկացված գումարները դուք գրպանել եք եւ թալանել եք։ Եվ ամենակարևորը երեքը միաբերան ասում են, որ եթե մեր ձայները գողանան, մենք կդիմենք հեղափոխության։ Ախր դուք հեղափոխությունը չգիտեք ինչ է։ Դուք առաջնորդվել եք խռովությամբ, մятежի սկզբունքով։ Դուք երեքն էլ այդպես եք։ Հիմա էլ բայց ասում նրանք դեռ չեն հրաժարվում փողոցային պայքարից։ Հարմար պահ լավ, ես մի բան եմ ասում։ Գայիկ Ծառուկյանին ձերբակալեցին։ Դե թող 1000 հոգի ելնեն դուրս գան փողոցները։ Ես ընդամենը փողոցում են միայն նրա ընկերությունների գործազուրկ։ Ուրեմն ես ընդամենը տեսնում եմ 2 հոգի Երևանի սրճարաններում Իվետ Ատոնոյանի եւ Վահե Հովանիսյան, հա, եւ նրան եւ մեկ էլ Սուրեն Սուրինյանին եւ գիտեք ինչ այս մարդիկ են մնացել սրճարաններում եկավ արդեն առանձին իր։ Ուրեմն իմ ասելիքս որն է Կենտրոնական դրական հանձնաժողովը եւ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները եթե ցուսաբերեին անհրաժեշտ վճռականություն այս 3 քաղաքական միավորները հանրային քաղաքական միավորումները կազմակերպությունները ես նրանց կուսակցություն չեմ անվանում կուսակցությունը դա ինքնին մեծ ձեռքբերում է հասարակական քաղաքական կյանքում սրանք ոհմակներ են հրոսակախմբեր են ողջ պիտի նրանց մասնակցությունը չեղարկեր հենց համապետական ընտրությունների նախաշեմին որովհետեւ 4%-ով չկար այդպիսի բան, որ դաշինքը գնար ընտրությունների, դաշինքը պիտի ունենար նվազագույնը 8%-ի շեմի չափորոշիչ ներկայացված պահանջներ, մյուսները ընտրված էր այստեղից այնտեղից հավաքված Հայաստան դաշինքի պարագայում, այնտեղ եւս ընդգրկված է մի քանի կուսակցություն, նա պիտի ունենար 10% եւ ավելին։ Եվ ամենավատը գիտեք որն է, որ այսօր այն ինչ որ տեղի ունենում Գագիկ Ծառուկյանի պարագայում ասում են ինչու հիմա, բա երբ եթե թոշակների հիմա չբարձրացնեն ընտրություններից առաջ եթե առողջապահությունը հիմա չդարձնեն պետպատվերով կամ ամբողջովին անվճար եթե մեր երկրում ճանապարհները չկառուցվեն եթե չունենանք բազմաթիրախային չէ ինչպես ասում են դիվերսիֆիկացված բազմավեկտոր արտաքին քաղաքականություն բա երբ ունենանք լավ Փաշինյանի տունը նստի ընդդիմությունը ասի սրանով զբաղվի, չնայած Հայաստանում ընդդիմություն չկա, կամ ուրեմն հայբրիդային սպառնալիքների գործոններ 102-րդ ռազմաբազա, Գազպրոմի աշխատակազմ, Հարակովկասյան երկաթուղու Հայաստանի բաժանմունքի աշխատակիցներ, 5-րդ Շարասյան ներկայացուցիչներ, ռուսական գործակալական ցանցի գործադրված ներկայացուցիչներ եւ այստեղից ճողոպրած Ռուսաստանի Դաշնությունում գտնվող քրեօլիգարխիկ եւ իրավապահ մարմինների ուրեմն ճողոպրած փախուստի դիմաց ներկայացուցիչներ։ Այս սա է մնացել է ընդամենը մի բնակավար, ոչ թե մի բնակավար, մի գործոն, որը կարծեք թե արդեն հանրային քաղաքական դաշտում իր ազդեցությունը 0-ից ցածրացրել է, դա հայ առաքելական եկեղեցու որոշ վերնախավի որոշ բարձրաստիճան ուրեմն սպասավորներ են որոնք աչքի են ընկնում իրենց մեղմ ասած ոչ կիրթ ոչ բարոյական նորմերով որոնց գործունեությունը որոնց բարոյական եւ ազգային նկարագիրը անհարիր է անհամատեղելի է առաքելական սուրբ եկեղեցու բազմադարյան կոդերի
բարոյական նորմերի եւ այլն, եւ որոնք անընդհատ ասել են, որ մենք պիտի մեր հավատի հետ կապված, մենք պիտի մեր եկեղեցու հետ կապված սա անենք, բերանները ջուր առնելով, երման չխոսելով, որ նրանց թիվ մեկ գործառույթը պիտի լինի մեր անկախ պետականությանը նեցուկ կանգնելը եւ ոչ թե պետք է ունենային խաչի պաշտամունք, այլ պիտի ունենային պետության խորհրդանիշների հայոց բանակի ամեն օրյա օրհնանքի պաշտամունք եւ բոլորս գիտենք, որ գիտեք բազմաթիվ անգամներ ասել եմ, ես չեմ ուզենա երբեք իմ գիտելիքների հետ կապված որևէ մի անգամ շահարկում անեմ, բայց ես պիտի ասեմ, ինչու եք պաշտում օտար խորհրդանիշ։ Խաչը դա Կարմիր ծովի մատուցներից բերված մի այսպես ասած խորհրդանիշ է կամ մի առարկա է, որը ներկված է արյունով, որին ուրեմն պաշտամունքի առումով, երբ որ նույնիսկ մեր թագավորները տրթատը կլինի, մեկ ուրիշը կլինի նսեմացնելով կամ չգնահատելով դրա դերը անմիջապես ձեռք են բերել, այսպես ասած, խոսենք երևակայական եւ հրաշապատումի տրամաբանության մեջ ձեռք են բերել խոզի կերպարանք եւ այլը, եւ մենք պիտի վերանանք այդ այսպես կոչված արգահատելի սիմվոլներից։ Մենք պիտի կանգնենք մեր պետության կողքը եւ կարծում եմ Նիկոլ Փաշինյանը պետք է չհապաղի, կառավարությունը պետք է չհապաղի շուտապույտ կերպով եկեղեցու վերնախավի հանդեպ խնդիրը պետք է հանգուցալուծվի, այն է մայր աթոռից պետք է անմիջապես հեռացվեն այն հոգևորականները ճակերտավոր դարձյալ տերմիններով չօգտագործեմ ճակերտավոր կաթողիկոսի ԿՊ-ի բառապաշարով չմեկնաբանեմ, որովհետև ես դա եմ ընդունում, պարզապես ես ունեմ իմ բառապաշարը եւ այն մարդկանց, որոնք ուզուրպացրել են մայր աթոռը։ Մայր աթոռը պետք է շուտապույտ կերպով մաքրել այլադավան, տիրադավան ներկայացուցիչներից, որոնք ընդամենը 1 տասնյակ են, ավել չկան։ Բացի դրանից էլ հանգուցալուծումը կբերի նրան, որ իրական հավատը կվերադարձվի մեր ժողովրդին։ Տեսեք, Տիկին Մարի, Պարոն Սաֆարյան, մեր ժամանակը մոտենում է ավարտին։ Ես հիմա կավարտեմ, չեք պատկերացնում, երկու գործոնից պիտի խոսամ։ Ունեմ բազմաթիվ հոգևորական ընկերներ, նաև արկության աստիճանի հասած, եւ ամեն անգամ իմ հարցազրույցներից հետո իրենք զանգահարում են, մենք զրուցում ենք։ Դուք չեք պատկերացնում այդ մարդկանց պետականամետ դրսևորման։ Դուք չեք պատկերացնում այդ մարդկանց հարգանքը առ մեր պետականությունը։ Իմ մասնավորի կարող եմ թվարկել մի քանի եպիսկոպոսների, բայց առայժմ զերծ եմ մնում։ Եվ նաև հավարդ մեր հարցազրույցի երեկոյան քայլում էի Իսահակյան փողոցով եւ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Դարփինյանի, իհարկե իմ հարգանքս եւ իմ գոհունակությունը հայտնեցի իր հեղինակային հաղորդաշարի հետ կապված, եւ ինքը իհարկե փոխադարձեց, ասեց պարոն Սաֆարյան, ես էլ ուրախանում եմ ձեր մոտեցումով, որովհետեւ ասեց նման ազնվորություն, որ ունի շուրջ 40 տարվա քաղաքական գործունեություն, դա ընդամենը գովեստի արժանի եւ ես ուղղակի շատ եմ ուրախանում ձեզ տեսնելով եւ ոչ միայն Արմեն Դարփինյանը, նաեւ երջանկահիշատակ Վիգեն Խաչատրյանը, նաեւ Հայաստանի Հանրապետության նախկին ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը, իմ վաղեմի շուրջ 40 տարվա ընկեր եւ այս կառուցողական ճիշտ մեկնաբանություններով անընդհատ ասել, որ առանց Ռուսաստանի մեզ գուտեն, մեզ կհոշոտեն եւ մարդիկ ասելով, որ սա է ռեալ իրականությունը, եւ մեկ էլ տեսնում եմ մյուս կողմից Վաչե Գաբրելյան, Վարդան Արամյան, այլևս չեմ խոսում Խոսրով Հարությունյան, որը կարծեք թե վաղուց է հարաժեշտ տվել երկրային կյանքին, բայց դեռևս փորձում է իրեն զգացնել տալ։ Վահե Նիկոյան, Վահե թե ինչ Նիկոյան, մեկը կար ազգային ժողովի նախագահ, Տիգրան Թորոսյան, չգիտեմ, Տիգրան Թորոսյանը մակրությունից է խոսում այս մետրոյի այս դիմացի շենքում, որը արժի մի քանի $100,000 անտեղ են բնակվում։ Ամբողջ խնդիրը նա է, վերջերս է Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռոստոմյանը հայտարարեց, որ մեր նպատակը ինքնության պահպանումն է, հայի։
Իրենց նպատակը հայի ինքնության պահպանումը գիտեք որն է, որ այդ կուսակցությունը լինելով բազմաթիվ հերոսական դրվագներով հայտնի կուսակցություն, աչքին գազ կուսակցություն, շուրջ 3 տասնամյակ դարձավ կրավորական կեցվածքով, պասիվ կեցվածքով սպասարկող օրվա իշխանություններին, երկրորդ եւ երրորդ նախագահներին, եւ ծածկեց նրանց թալանը, ծածկեց նրանց քաղաքական սպանությունները։ Եվ հայի ինքնություն ասելով նրանք նկատի ունեն ռուսական գաղափարախոսության արմատավորում այստեղ, ռուսական մենտալիտետի կրել այստեղ, Ռուսաստանի գերակա շահը ընդունելով, Ռուսաստանին վերաբերվելով հայ ժողովրդի կողմից ճորտության եւ ստրկության գաղափարախոսությամբ։ Առաջանցնելով ասեմ, որ ես դեմ չեմ Ռուսաստանի դաշնության հետ եւ ռուս ժողովրդի հետ ունենալ մերձ լավ սերտ հարաբերություններ ռազմավարական առումով, բայց այս տարբերակը արգահատելի է, նշավակելի է եւ ձաղկելի է։ Եվ գիտեք ամենավատը որն է, երբ որ մենք ուզում ենք մեր հարևանների հետ տարածաշրջանում ունենալ կայուն գործընկերային հարաբերություններ, ոչ թե մոռանալով անցյալը, այլ դասեր քաղելով անցյալից, մեկ էլ տեսնում եք ասում են ծովից ծով Հայաստան։ Եթե այդպես լինի, հռետորաբանության առումով Նիկոլ Փաշինյանը բոլորին կհաղթի։ Բոլորս գիտենք, որ նա ավելի շատ փողոցային եւ հանրահավաքային գործիչ է եղել։ Եվ նա կարող է ասել ոչ թե ծովից ծով Հայաստան, նա կարող է ասել Հունաստանից, Իտալիայից մինչև Կասպից ծով Հայաստան։ Եվ ամբողջ խնդիրը սա է, եւ սա է, որ արցախցիների հետ կապված, Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածների հետ կապված, որ օրվա մեջ նվազագույնը ես հատկացնում եմ 8-ից 10 ժամ աշխատանք, անդուլ աշխատանք խնդիրների լուծման ուղղությամբ եւ կարծեմ դուք եք դրանում համոզված, սա փորձում են ներկայացնել ծուռ հայելու մեջ, փորձում են մոլորացնել մեր ժողովրդին եւ ես այնքան եմ ուրախանում, որ մեր ժողովուրդը Արցախից բռնի տեղահանվածները արդեն հասկացել են, որ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի հետ ոչ մի աղերս չունի։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հետ ոչ մի աղերս չունի։ Տեսակ էլի գնացիք պարկեցիք Սամվել Կարապետյանի անկողնում, գնացիք պարկեցիք Գագիկ Ծառուկյանի անկողնում։ Այս է եղել ձեր մոտեցումը, այս է եղել ձեր մենաշնորհը եւ ես ասել եմ, քանիցս կրկնում եմ, քանի Ռոբերտ Քոչարյանը եւ այլ պսևդո քաղաքական գործիչներ, որոնք աչք են ընկել իրենց ուրեմն սերիական մարդասպանությամբ մարտի 1 երկրում բերելով գլխատել ամբողջ ազգային ժողովը կառավարությունը դարձյալ ռիսկ են անում մտնել Հայաստանի քաղաքական դաշտ, մենք զերծ չենք լինելու անկայունությունից, սոցիալական հրահարումներից, դրդումներից, տարբեր կերպի սադիստական գործողություններից։ Այս է, որ ես ոչ թե դիմում եմ կառավարությանը, այլ կառավարությունից պահանջում եմ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի հանդեպ, այլ ցանկացած անարդար երևույթների հանդեպ, նաև իրենց հանդեպ։ Կառավարությունում էլ կան, կառավարության անդամների մեջ էլ կան, եւ կառավարության, ոչ միայն կառավարության, նաև մեր պետական ստորին օղակներում էլ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց պետք է մեկըտմիշ վերջ տրվի, ոչ միայն անլուծելի խնդիրներ, այլ քաշքշոկներ եւ բարդույթներ գալով իրավապահ համակարգի գործունեությանը պետք է լինի ոչ թե թիրախային, պետք է լինի ոչ թե սելեկտիվ ընտրովի, այլ պետք է լինի համապարփակ, այլ պետք է լինի այն խոստումների ոգուն համապատասխան, որը Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 49% եւ հետագայում Դոնտի Բանաձեով շուրջ 60% եւ պիտի ինքը անընդհատ չմոռանա, որ դա ձեռք է բերել մեծ դժվարությամբ եւ եթե այս անգամ այդ խոստումները չկատարի Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ունեցվածքի, Գագիկ Խաչատրյանի, Երևանի քաղաքապետերի, Աղվան Հոսեփյանի, չգիտեմ, տասնյակ միլիարդավոր ճողոպրած մարդկանց հանդեպ, եթե դա մինչև վերջ հետևողական չլինի, ապա ես ասում եմ, որ ներկա կառավարության վաղվա օրը ապագան լինելու է շատ մշուշոտ եւ թունելի լույսը, ինչպես են ասում, չի երևալու։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Մեր ժամանակը ավարտվեց։ Կարծում եմ հնարավորություն կունենանք ելի հանդիպելու։ Խնդիրները շատ են, թեմաները բավականին շատ են։ Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք։ Հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։